Բոլորաբերդը Հայաստանի ամենախորհրդավոր և գեղատեսիլ միջնադարյան ամրոցներից մեկն է, որը գտնվում է Վայոց ձորի դժվարամատչելի լեռներում, Սպիտակավոր վանքից ոչ հեռու։ Ամրոցը հայտնի է նաև Պորոշաբերդ անունով, քանի որ նրա վերակառուցումն ու ներկայիս տեսքը կապված են Պորոշյան իշխանական տոհմի և 13-րդ դարի նշանավոր իշխան Պորոշ Խաղպակյանի անվան հետ։ Սակայն այս վայրում ամրաշինական կառույց գոյություն է ունեցել դեռևս նախնադարից։ Այստեղ գտնվել է մեգալիթյան ամրոց։ Բոլորաբերդը պարզապես ռազմական կառույց չէր, այլ տարածաշրջանի կարևոր ռազմավարական կենտրոններից մեկը։ Այն կառուցված է ժայռոտ բարձունքի վրա և շրջապատված է խոր կիրճերով, ինչը գրեթե անառիկ էր դարձնում ամրոցը։ Ճարտարապետությունը հմտորեն օգտագործել է բնական ռելիեֆը։ Հզոր պարիսպները կարծես դուրս են գալիս հենց ժայռից, իսկ նեղ անցուղիներն ու գաղտնի ճանապարհները հնարավորություն էին տալիս պաշտպաններին երկար ժամանակ դիմակայել նույնիսկ ամենածանր պաշարումներին։ Բոլորաբերդի հետ կապված են բազմաթիվ ավանդություններ, որոնք արտացոլում են միջնադարյան Հայաստանի ոգին։ Ամենահայտնի լեգենդը պատմում է գաղտնի ջրի աղբյուրի մասին, որի շնորհիվ ամրոցը երկար ժամանակ մնում էր անառիկ։ Ավանդության համաձայն, թշնամին չէր կարողանում գրավել ամրոցը, քանի որ պաշտպանները լեռների միջով անցկացված գաղտնի ջրատարուն էին։ Այդ ժամանակ թշնամու խորհրդականներից մեկը հնարամիտ միջոց առաջարկեց։ 7 օր ջուր չտվեցին մի ջորի, ապա բաց թողեցին նրան։ Ծարավից տանջված կենդանին մարդկանց տարավ դեպի թաքնված աղբյուրը։ Երբ թշնամին փակեց ջրի մուտքը, պաշարվածների վիճակը դարձավ անհույս և ամրոցը ընկավ։ Այս պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ ամենաամուր պարիսպները կախված են կյանքի կենսական աղբյուրներից։ Մեկ այլ ավանդություն կապված է իշխան Պորոշի գանձերի հետ։ Ժողովրդական պատմությունների համաձայն, վտանգի ժամանակ նա իր հարստությունները թաքցրել է ամրոցի գաղտնարաններում և թողել խորհրդավոր նշաններ, որոնց իմաստը կարող են բացահայտել միայն արժանավորները։ Այդ պատճառով դարեր շարունակ տեղացիները պատմել են Բոլորաբերդի թաքնված գթանձերի և լեռների խորքը տանող ստորգետնյա գաղտնի անցումների մասին։ Բոլորաբերդը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև հայկական պատմամշակութային հիշողության մեջ։ Ամրոցի ավերակները մինչ օրս պահպանել են միջնադարյան հերոսականության շունչը և հիշեցնում են այն ժամանակները, երբ հայկական իշխանությունները պայքարում էին իրենց պետականությունն ու մշակույթը պահպանելու համար։ Այսօր Բոլորաբերդը ոչ միայն պատմական հուշարձան է, այլև տոկունության, արիության և հայ ժողովրդի իր հնագույն հայրենիքի հետ անխզելի կապի խորհրդանիշ։ Նույնիսկ այսօր, Վայոց ձորի քամիների, ժայռերի և մշուշների մեջ կանգնած, Բոլորաբերդը թողնում է անմոռանալի տպավորություն, և թվում է, թե այստեղ լեգենդները դեռ շարունակում են ապրել։